Դոլարի դրամ փոխարժեքը նույնպես կարծես թե կարգավորվել է, որովհետև 3 չէ 600 դրամի հասել, հիմա 460, 480 արքու վաճառք եւ տարբերություն կա, բայց դե գերարժևորվել էր դոլարը 3 եւ արժեզրկվել էր մեր դրամը, բայց հիմա կարծես թե իր իրական տեղը կգտնի եւ ես այս երկու օրվա մեջ կարգավորեմ։ Վերջնականապես երբ կկայանա, պարոն Աբրամյան։ Իմ կարծիքով դա շուկան է թելադրում եւ ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթում ակնհայտ կլինի արդեն իրական կուրսը։ Մենք որևէ միջամտություն այսօր չենք անում, փորձում ենք բոլորին բերել օրենքի դաշտ, անիմն թանկացումներին, ուրեմն պատկամարմինների միջոցով նաեւ պատասխանատվության ենթարկել եւ դոլար դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներին նույնպես պատասխանատվության պետք է ենթարկենք եւ երեկվա իրոք շոկը կարծես թե անհիմն էր եւ շատ մարդիկ օգտվեցին։ Պարոն Ջավադյանի արձագանքը։ Հիշում եք դուք ասել եք, որ 2-շաբթի, 3-շաբթի իրավիճակը կկարգավորվի, բայց նաեւ մեկ օր բացակայել ենք մենք դրա համար երևի այդ առիթը օգտագործվեց եւ ես համոզված եմ, որ կարգավորվի առաջիկա մի քանի օրում։ Պարոն վարչապետ, նշեցիք անհիմն թանկացումներ կային, նոր շրջայց կատարեցիք։ Եթե աչքա չափով նայեք, շատ են թանկացումներ, ինչ կարող եք ասել։ Եթե թանկացումներ լինի, օրինակ պետք է լինի դոլարի դրամ փոխարժեքի տատանման տոկոսադրույքին հավասար, բայց եթե դոլարը տատանվում է 10%, 13%, չի կարող ապրանքը 30% թանկանալ։ Համաձայն եք։ Այո, իհարկե։ Հիմա դման դեպքեր մենք արձանագրեցինք եւ համոզված եմ, որ մարդիկ նաեւ հասկացան, որ դա չի կարելի նաեւ մեր ժողովրդի բախտը խաղալ եւ այդ իրավիճակը ստեղծել, շոկի մեջ պահել մարդկանց մոտ տպավորություն կար, որ դրամը դառնալ է 800-900 դրամ եւ նույնիսկ մարդիկ այսօր ես մոտեցա փոխանակման կետին, մի երիտասարդ ասում էր, ես պարոն վարչապետ, ասում եմ տուժեցի մայրիկիս, ասում եմ դոլար 3 փոխեցի 580-ով, հիմա 480-ով, ասում եմ նոր կարողանում եմ վաճառել։ Պարոն վարչապետ, այն գործարանները, ովքեր ինչպես դուք այսօր ասացիք, անհիմն թանկացրել են, չարաշահումներով են, չարաշահել են իրենց դիրքը, պատժվելու են, ինչ եք կարծում։ Հիմա մեր հանձնաժողովը, որը կա անկախ հանձնաժողով, պարոն Շաբոյանին առաջարկել ենք, հիմա իրենք նույնպես ուսումնասիրում են եւ իրոք օրենքի շրջանակներում այդ բոլոր խախտողներին պետք է փորձենք պատժել։ Դուք չգիտեք նրանք ովքեր են, պարոն Աբրամյան։ Իմանալն ուրիշ է, բայց հիմնավորել, որ իրոք նման քայլ կատարվել են, դա պետք է պատկան մարմիններն անել եւ ինչի մասին որ դուք խոսում եք, ում մասին որ դուք խոսում եք, մենք մարդկանց զգուշացրել ենք եւ հիմա պատական չի որ ես այստեղ եմ եւ ինձ համար կարեւոր է համոզվելու որ երեք ես իմ ելույթի ժամանակ ասել եմ, երեք ես ընդհանուր բոլորին ասել եմ, այսօր առավոտյան կառավարության նիստի սկսելու ժամանակ նույնպես եմ ասել եւ ես գիտեք ինչ, մարդիկ գայթակղվում են, պետք է չգայթակղվեն եւ չի կարելի նման պայեր օգտագործել մեր ժողովրդից ավել փողեր կորզել, վերջը մեր ժողովուրդն են, մեր քաղաքացիներն են եւ մենք էլ որպես իշխանություն այո պատասխանատվություն ենք կրում։ Դուք հրավիրել եք ձեր մոտ հիմնական ներկրողներին եւ ասել եք Չեմ հրավիրել, ես ուղղակի ասել եմ հերոստատուսով մամուլով, բաց։ Եվ պարոն Աբրամյան, կարող եք հիմա հանգստացնել ժողովրդին, չգիտեմ, վստահեցնել ժողովրդին, որ ամանորյա 12 տոներից հետո դրամի հետ կապված, դոլարի հետ կապված, գների հետ կապված մարդիկ անակնկալի չեն։ Թե դա Ռուսաստանում տեղի ունեցող զարգացում։ Տարածաշրջանային զարգացումների արդյունքում է, որովհետեւ ներքին տնտեսական խնդիրներ մենք չունենք, մեր բանկերը լիովին ունեն այդ ֆինանսական ռեսուրսները, եւ ես համոզված եմ, որ որևէ քաղաքացի, որևէ հարցում չի վնասվելու, եւ ես ուղղակի համոզված եմ, որ ուղղակի այս շոկը, որ ստեղծվեց, մեկ օր հետո չի լինի, ես այդ եմ ուզում հասկանալ։ Տատանումների մասին եք խոսում, թե ինչի մասին եք դոլար խոսում։ դրան տատանումների եւ թանկացումների մասին։ Ես նորից եմ ուզում կրկնել, ես չեմ կարող կանխատեսել, դրա համար կա դրամաբարկային քաղաքականությունը վարում է Կենտրոնական բանկը եւ մենք որպես կառավարություն աջակցում ենք եւ մենք վստահ ենք Կենտրոնական բանկի ռեսուրսների վրա եւ համոզված եմ, որ ապագայում նման որևէ ցնցում չի կարող լինել, ոնց որ եղավ 3։ Պարոն Աբրամյան, ԽՍՀՄ տարիներին կար հայտնի բանաստեղծություն, երբ որ ասում են այսքան ուրախ կյանքը մեզ ընկերս Ստալինն է տվել։ Հիմա այս կյանքը, այս ուրախ կյանքը, այս գների ուրախ կյանքը ով է մեզ տվել։ Իրավիճակը, արագ փոփոխող աշխարհը, տարածաշրջանային խնդիրները, Եվրոմիություն, Եվրոպա, Արևմուտք, Ռուսաստան հարաբերությունները եւ այս բոլորը իր ազդեցությունն ունեն մեր նաեւ տնտեսության վրա։ Եվ ես համոզված եմ, որ այդ ազդեցությունը այնքան մեծ չի կարող լինել, որ մենք չկարողանանք այդ խնդիրները հաղթահարել։ Մենք կհաղթահարենք անպայման համոզված եմ։
Հենա գրած է, ասած 5470։ Չէ, ինչքան էր դրե մինչև մեր գալը։ 440 էր եղել։ 440, 480։ Այդքան մարժա ինչի համար ես դնում 40 դրամ։ 10% մարժա ես դնում։ Հիմա շատ դոլար են փողում, դե դրամ են գնում, որ ինչն են հիմա ուզում ժողովուրդը։ Դոլար են տալի։ Երեք կուրս ինչքան էր։ Հիմա չեք ուզում իջացնեք ավելի։ Հիմա ավելի շատ պահանջարկ կա դոլար են ուզում վաճառեն, թե ուզում են դրամ գնեն, ինչ։ Հա, դոլար են տալի, դրամ են վերցնում։ Հիմա որ դոլար էր գնել, փաստորեն ինքը վնասվեց, հա։ Դու դրած մեջ կաս դոլար գնողների։ Պարոն Աբրամյան, այսեք երթուղայինների վարորդները փաստի առջև են կանգնել Գազի, 2 օրը։ ուրեմն կայաններում նորից վերականգնել է 200 դրամ դիսկավորումը, այնպես որ այդ հարցը կարգավորվել է այսօր առավոտյան։ Ոչ, Բայց այսօր նորմալ, նորից հաշվարկ է արվել։ Առաջ 200։ 200 եղել է, 200 մնացել է։ 230 է դարել 3։ Հիմա 200 է, այսօր առավոտվանից 200 է։ Կարող եք ստուգել։ Շնորհակալություն, պարոն Վարչյան։